2025-ին Հայաստան է ներմուծվել 300,000 տոննա բենզին։ Ադրբեջանական վառելիքի առաջին խմբաքանակը, որն ընդամենը 1300 տոննա է, Ռուսաստանից, Իրանից, Ռումինիայից եւ այլ երկրներից մատակարարումների համեմատ չնչին է։ Սակայն անգամ այդ չնչին թվերը կարող են թաքցնել անվտանգային լուրջ ռիսկեր։ Ադրբեջանի պետական բյուջեի մուտքերի 40%-ից ավելին այս տարի վառելիքի շուկայից է ձևավորվել։ Սա բառացին է սրանակը, որ Հայաստանի Հանրապետությունը սկսում է ֆինանսավորել Ադրբեջանի ռազմական բյուջեն, որտեղ սա էլ եմ ուզում հատուկ Ադրբեջանի ռազմական բյուջեն ձևավորվում է հենց նավթի վաճառքից եւ հիմնականում իրաց պետական բյուջեի ամբողջ առույցի բաժինը գալիս է նավթային իրենց հիմնադրամից, որտեղ գումարը գնում է հենց այդ նավթի վաճառքի։ EA95 տեսակի բենզինը, որը ներկրվեց Հայաստան, Ադրբեջանում լայն արտադրություն չունի, քանի որ Ադրբեջանը նավթամշակման այդ մակարդակի գործարաններ չունի։ Պրեմիում բենզինը Ադրբեջանն ինքն է ներկրում Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից։ Հայտարարություն եղավ ադրբեջանական մամուլով, որ առհասարակ պրեմիում տեսակի բենզին չեն նախատեսում հաջորդ տարի արտահանել, սա ըստ էության ադրբեջանական կողմի համար եւ հայկական կողմի հետ համաձայնեցված քաղաքական գործարք էր, նպատակ ունենալով ազդակ փոխանցել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հանրությանը, որ մենք շարժվում ենք այսպես խաղաղ օրակարգով։ Եթե անգամ Ադրբեջանից Հայաստան վառելիքի ներկրումը երկարաժամկետ լինի, Հայաստան չի ներկրվելու նույն տեսակի բենզին։ Տնտեսագետի կարծիքով EA95-ը կփոխարինվի այլ տեսակի վառելիքով։ Նրանք տարեկան արտանում են մոտ 714,000 տոննա դիզել, այսինքն իրենց մոտ դիզելն է ավելի համատաբար լավ ստացվում։ Ինձ թվում է հաջորդ գործարքը կարող է լինել հենց դիզելի մասով, այսինքն նրանք փորձեն դիզել ուղարկել Հայաստան, քանի որ մեծ քանակությամբ դիզել են արտադրում։ Հայաստանի վառելիքի շուկայի մոտ 70%-ը բաժին է հասնում Ռուսաստանից ներկրված նավթամթերքին։ Թաթուլ Մանասերյանը կարծում է, իշխանություններն այս քայլով նաև փորձում են նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, բայց ըստ նրա այստեղ շատ ավելի խորքային խնդիրներ կան։ Եթե շուկայում նման գինը պահպանվի եւ ներմուծումները հանկարծակի դադարեցվեն, դա կարող է մեծ տնտեսական ռիսկեր ստեղծել։ Հայաստանը ասած դիվերսիֆիկացնի իր ներմուծումը, որ հիմա ունի, ասենք, Ռուսաստանից, բայց փոխարենը ոչ մի երաշխիք չի ունենա, որ ցանկացած պահին դա կարող է ընդհատվել։ Ես շատ այս հարցում լավատես չեմ։ Միայն ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ անվտանգության լուրջ համակարգ ձևավորելուց հետո Հայաստանը կարող է համագործակցել, բայց դա էլ աստիճանաբար, որովհետև ռիսկերը շատ ավելին են, քան հնարավոր օգուտները։ Ռիսկերը միայն տնտեսական չեն։ Այս տարի Ադրբեջանը ռազմական բյուջեին հատկացրել է մոտ 4.5 միլիարդ դոլար, ինչը շուրջ 1 միլիարդով ավել է նախորդ տարվա համեմատ եւ 2.9 միլիարդով գերազանցում է Հայաստանի 2025 թվականի ռազմական բյուջեն։ Այս պայմաններում ադրբեջանական վառելիքի ներմուծումը պարզապես տնտեսական հաշվարկ չէ, ասում են զրուցակիցներս։ Փոքր ծավալով սկսված այս գործարքը կարող է դառնալ երկարաժամկետ քաղաքական ու տնտեսական գործընթացի սկիզբ, իսկ հարցը մնում է բաց։ Հայաստանը պատրաստ է տնտեսության համար վճարել ոչ թե դրամով, այլ անվտանգությամբ։